Հունգարիայում գտնվող կենտրոնական եվրոպական համալսարանը պատրաստվում էր կոնֆերանս անցկացնել Հայաստանում, որը պետք է հյուրընկալվեր Երևանի պետական համալսարանի, մասամբ նաև Մատենադարանի կողմից։ Հայաստանի եւ Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո ԵՊՀ-ն հրաժարվեց հյուրընկալել կոնֆերանսը։ Սա նաև յուրատեսակ մեր բողոքի ակցիան էր, այս վերջին տրագիկ իրադարձությունների հետ կապված, զայրացուցիչ իրադարձությունների հետ կապված։ Կոնֆերանսի կազմակերպիչ Հունգարիայից ժամանած Իշտվան Պերցելը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ 32 մասնակիցներից միայն 2-ն էին հունգարացի։ Բոլոր մյուս մասնակիցները հրավիրված էին աշխարհի տարբեր հեղինակավոր գիտական հաստատություններից, որպեսզի Երևանում համատեղ աշխատեին հայագիտական առարկաների դասավանդման ձեռնարկի վրա։ Իշտվան Պերցելին զարմացրել է Երևանի պետական համալսարանի որոշումը։ Ես հասկանում եմ, ինչու է Հայաստանի նախագահը հուսանք ժամանակավորապես խզել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, բայց չեմ հասկանում, ինչու է քաղաքականությունը ներխուժել գիտական համագործակցության ոլորտ։ Կոնֆերանսն այնուամենայնիվ կայացավ Երևանի հյուրանոցներից մեկում։ ԵՊՀ-ի դասախոս եւ Մատենադարանի գիտաշխատող Էռնա Շիրինյանը նշում է, որ կենտրոնական եվրոպական համալսարանի նախաձեռնությունը հայագիտական առարկաների դասավանդման ձեռնարկ ստեղծելու աննախադեպ է եւ շատ կարեւոր հայագիտության զարգացման համար։ Այն փաստը, որ մենք դասագիրք ենք ունենալու, որի մեջ պետք է մտցված լինի Եվրոպայի համար մտցված լինի հայկական նյութը, ի թիվս ադրբեջանականի, չգիտեմ ինչքանով է դա լինելու վրացականի, դա շատ մեծ ձեռքբերում է եւ ես շատ էի վախենում, որ դա կարող է վնասված լինի։